Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Բարգավաճ Հայաստանը չի անցնի խորհրդարան։ Ընդդիմությունը կասկածի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը։ Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը կոչ է արել չհավաքել ճամպրուկները։ Այս եւ այլ թեմաների վերաբերյալ կխոսենք առաջիկա րոպեներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված չի լինի խորհրդարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չի ունենա։ Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են արտահայտել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12 կոտորակ 13, 10 կոտորակ 51 եւ 36 կոտորակ 65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Արգելես, երբ որ որոշում կա, դուք ձեր բողոքը իրավունք լռեք, եթե չեք կարող լռել, դուրս եկեք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հրապարակված ընտրությունների վերջնական արդյունքներով ազգային ժողովի մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր 64 մանդատ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո 6 կուսակցություններ հայտարարություն տարածեցին կասկածի տակ դնելով հունիսի 7-ի ընտրությունների լեգիտիմությունը։ Նշվում է, որ ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ընտրությունների ստույգ արդյունքները։ Ըստ հայտարարության նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը։ Ռոբերտ Քոչարյանի որդին պատգամավոր Լևոն Քոչարյանը նշել է, որ հայրը Մոսկվա էր մեկնում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է ընդդիմությանը եւ կոչ արել ափալ-թափալ չհավաքել ճամպրուկները։ Իրավունք չունեն նման բան անելու, այսինքն նման բան անելու համար պետքա որևէ նոր մեղադրանք առաջադրվի։ Նոր մեղադրանք առաջադրելու համար պետք է կանչեն մեղադրանքը առաջադրեն, իսկ առավել եւս այս փուլում մեղադրանք առաջադրելու համար պետք է լինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գոնե ձևական process-ը, որ անում են, թույլատրում են մեղադրանք առաջադրել, պետք է լիներ դա։ Բայց դա չի արվել, նույնը, եթե չեմ սխալվում, չի արվել նաեւ Գագիկ Ծառուկյանի դեպքում, նույնը չի արվել Նարեկ Կարապետյանի դեպքում։ Ուղղակի այսպես չչացող པարզ ապօրինություն։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Առաջարկվում է ընտրակաշարք տալու եւ վերցնելու դեպքում պատիժը խստացնել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է տեղեկացրել։ Նախկինում 7 տարին մինչև 7 տարին վերցնելու համար եւ մինչև 8 տարին ընտրակաշարք տալու համար կխստացվի եւ կսահմանվի վերցնելու համար մինչև 9 տարի ազատազրկում, իսկ տալու համար մինչև 10 տարի ազատազրկում։ Բնական է, սա միակ գործիքը չէ, որը որ կիրառվելու է ընտրակաշարք տվողների եւ վերցնողների դեմ, կլինեն այլ գործիքներ, նաեւ քաղաքական հետևանքներ կլինեն։ Դիլիջանում հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիկմեթ Հաջիևը։ Կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն են տարածել, ըստ որի բանակցությունների ընթացքում քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր եւ ընդգծել են երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարեւորությունը։ Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքային շփումները եւ պայմանավորվել, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը եւ կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Նախ անդրադառնանք, թե ընդհանրապես այս հուշագիրը, որ պետք է ստորագրվի, դա խաղաղության համաձայնագիր է, թե ուղղակի Մերձավոր Արևելքում ստատուս քվոյի սառեցում, եւ ես կարծում եմ, որ եւ այս երկրորդ տարբերակն է, որովհետեւ կողմերը հասել էին այնպիսի սահմանագծի, որտեղ ուղղակիորեն էսկալացիայի շարունակությունը երկու կողմի համար էլ
շատ ավելի մեծ խնդիրների էր հանգեցնելու Իրանի համար գաղտնիք չէ, որ էգզիստենցիալ խնդիրներ էր առաջացել նախ եւ առաջ կապված տնտեսական սահմանափակումների հետ, ինչը հանգեցրել էր երկրի ներսում տնտեսական այնպիսի ճգնաժամի, որը իսլամական հանրապետության ստեղծումից ի վեր չկար, որտեղ պատմական ռեկորդներ էր սահմանվում, օրինակ ռիալի փոխարժեքը դոլարի հետ համեմատած եւ հետեւաբար Իրանը ինչքան էլ քարոզչական եւ մամուլում հնչում էր, որ կողմերը չունեն բանակցելու եզրեր, բայց ամեն դեպքում կուլիսային բանակցությունները շատ կարևոր էին եւ քանի որ ԱՄՆ-ն էլ նույնպես խնդիրներ ունի իր տեսանկյունից, եկան այնպիսի կետի, որ արդեն անխուսափելի էր նաեւ զիջումների չգնալը Հայաստանի համար այս համաձայնագրի իրականացումը ինչ է նշանակելու։ Հայաստանի համար կարծում եմ, որ սա շատ ողջունելի հրադադար է, քանի որ սրանով նաև մեր տնտեսական հնարավորությունները նորից ակտիվանում են, նաև քանի որ ԱՄՆ-ի հետ ունենք արդեն իսկ ձեռք բերված նախանշված պայմանագրեր, նախագծեր, խոսքը նաև TRIP-ի մասին է, այստեղ կարծում եմ հենց Փաշինյանի ողջունի այս ուղերձը առաջին հերթին միտված էր նրան, որ Հայաստանը ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլ նաև գործնականում շատ շահագրգռված է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև խաղաղության, ինչպես նաև եթե այդ խաղաղությունը այնպես զարգանա, որ ապագայում նույնիսկ լավագույն սցենարի դեպքում ԱՄՆ-ն եւ Իրանը ինչ-որ համագործակցություն սկսեն, ապա կարծում եմ, որ նաեւ Հայաստանն այստեղ Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն եւ այս ելակետից ելնելով կարծում եմ Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի համար շատ ողջունելի է նման համաձայնագիրը Քանի որ հիշատակեցիք TRIP-ի հետ կապված Իրանի դիրքորոշումը որն է, որովհետև բավականին ոչ միանշանակ հայտարարություններ ենք այս ընթացքում լսել եւ այս համաձայնագրի ստորագրումը ձեր դիտարկմամբ TRIP-ի վրա ինչ կերպ կանդրադառնա։ Իրականում գաղտնիք չէ, որ իրանական կողմը խուսափում է իր սահմանների մոտ ԱՄՆ-ի ցանկացած ներկայությամբ, բայց ամեն դեպքում իրանցի պաշտոնյաների հետ հայ պաշտոնյաների հանդիպումների ընթացքում հայկական կողմը վստահեցնում է, որ սա ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը չի կարող ուղղված լինել երրորդ երկրի դեմ, հետևաբար իրանական կողմը վստահություն ունի հայկական նկատմամբ Հայաստանի նկատմամբ, ինչը որ օրինակ չունի ԱՄՆ-ի դեպքում եւ կարծում եմ, որ այդ վստահությունը քանի որ ամեն դեպքում կա եւ դա բազմիցս ապացուցել է նաեւ հայկական կողմը, այստեղ Իրանի հետ համագործակցելու Իրանի նկատմամբ կարծես հայ հասարակության մեջ կա կոնսենսուս, բոլորը խոսում են, որ Իրանի հետ պետք է համագործակցել։ Հետևաբար Իրանը նաև հավատում է Հայաստանի Հանրապետությանը, որ իր դեմ ոչ մի քայլ ուղղված չլինի, եւ նաև եթե TRIP-ի տրամաբանությունը նայենք, ապա TRIP-ը այնքան վտանգավոր ծրագիր չէ անվտանգային առումով, ինչքան օրինակ վտանգավոր է Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմաբազաները, հետևաբար նաև մեդիա դաշտում ուռճացվում է TRIP-ի այս վտանգը Իրանի համար, որովհետև եթե ինչպես նշեցինք այն լավագույն սցենարի դեպքում, եթե Իրանը եւ ԱՄՆ-ն համագործակցեն, նույնիսկ Իրանի համար TRIP-ը կարող է նաև հնարավորություն դիտարկվել եւ սա իրականում շատ ռոմանտիկ կարծիք է հնչում, բայց այս կարծիքը նաեւ երբեմն Իրանի փորձագիտական շրջանակներում է նշվում, որ TRIP ծրագիրը նաեւ հնարավորություն է ոչ միայն վտանգ
լինելուց բացի, հետևաբար շատ մեծ է նշանակությունը Իրանի եւ ԱՄՆ-ի միջև վերջնական հանգուցալուծման հետևաբար պետք է սպասել, թե զարգացումները ինչպես կլինեն, արդյոք կարող է ԱՄՆ-ն եւ Իրանը այնպիսի մի խաղաղության համաձայնագիր ստորագրվի, որ դա երկարաժամկետ առումով ֆունկցիոնալ կլինի, բայց ամեն դեպքում հավանականությունը շատ քիչ է նման համաձայնագրի երկարաժամկետ։ Իսկ Իսրայելի հետ կապված, որովհետև արդեն իսկ հայտարարում են, որ իրենց սա չի վերաբերում, այսինքն Իսրայելը կարող է ինչ-որ կերպ այս փուլում խոչընդոտել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնության ստորագրմանը։ Եթե անկեղծ լինենք, ապա Իսրայելը ռիսկային գործոնն է համաձայնագրի ֆունկցիոնալության առումով, որովհետև հենց Իսրայելն է, որ կարող է ուղղակիորեն խախտել համաձայնագրի դրույթները, որը պետք է ստորագրվի, եւ դրանով իսկ ուղղակիորեն կասեցնել հենց ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պայմանական խաղաղության համաձայնագիրը կամ հրադադարը, ինչպես կուզեք, եւ այս առումով իրականում շատ մեծ է վտանգը, որովհետեւ Թրամփը չի կարող չաջակցել Իսրայելին մի քանի դրդապատճառներով, նաեւ ներքաղաքական ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումներում գիտենք, որ ամեն դեպքում Իսրայելի եւ հրեական համայնքը շատ մեծ ազդեցություն ունի Թրամփի վրա, նաեւ դա պայմանավորված է գումարային դոնորային ֆինանսավորմամբ Թրամփի վարչակազմին, ինչպես նաեւ գիտենք Մերձավոր Արևելքում Իսրայելը ԱՄՆ-ի համար մեկ դաշնակիցն է, հետեւաբար չի կարող Թրամփը ընտրել Իրանի հետ համաձայնագիրը իդեմ Իսրայելի, զուտ Թրամփի ոճը հաշվի առնելով ինքը կարող է զուտ հայտարարել, որ իրենք տեղյակ չեն եղել Իսրայելի հարձակումներից, դատապարտել, բայց երբ որ արդեն Իրանը հակահարված հասցնի, ապա միանշանակ արդեն ԱՄՆ-ն նորից կմտնի խաղի մեջ, դրանով իսկ կխախտվի համաձայնագիրը եւ նորից կվերադառնան բաժամիջոցային այս քաղաքականությանը ու կստացվի այնպես, որ Թրամփը վերջում կհայտարարի, որ մեղավորը Իրանն էր։ Խորհրդային տարիներին ավելի քան 42,000 հայաստանցի ենթարկվել է քաղաքական բռնաճնշումների, նրանցից ավելի քան 7,000-ը գնդակահարվել է։ Տարիներ անց պատմությունից ջնջված այս անունները նորից հնչում են Երևանում։ Թեմային իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է անդրադարձել։ Հունիսի 14-ը Հայաստանում պաշտոնապես համարվում է բռնադատվածների հիշատակի օր։ Այս ամսաթիվը պատահական չէ։ 1949 թվականի այդ օրը երկրից զանգվածաբար աքսորվեց մոտ 13,000 մարդ։ Ի հիշատակ նրանց խորհրդային բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի տարածքում անցկացվեց անունների վերադարձ խորագրով միջոցառում։ Այստեղ հավաքվել են պատմական հիշողությունը պահպանողները, բռնադատվածների ծերունդներն ու նրանք, ովքեր մանկահասակ տարիքում անցել են Ստալինյան աքսորի միջով։ 1936 թվականին պապուսը աքսորել են անմեղ, ինչի համար գյուղի բոլշևիկները այրել են գյուղի աստվածամայր եկեղեցին, թալանել են ամբողջ իկոնաները, թալանել են ամբողջ ունեցվածքը, խաչերը, արծաթեղեն ինչ որ եղել է։ Պապս հայտնվում է այստեղ մեզ մոտ KGB-ի պատվալում, Չարենցի հետ նա նստած լինում։ Չարենցին որ տանում են եղունգները հանում են, պապս ուշաթափվում է։ Երբ Չարենցին արդեն գնդակարում են այդ գիշեր, պապս արդեն աբարանցիների խցում է լինում։ Ստալինը որ մահացավ 53 թվականին մերոնց արդարացրեցին արդեն։ Միայն 1937-38 թվականի բռնաճնշումների զոհերի թիվը Հայաստանում հասնում էր 15,000-ի, սակայն պատերազմում հաղթանակն էլ չփրկեց հաջորդ սերնդին։ Ստալինյան ռեժիմն աքսորավայրեր էր ուղարկում նաև նրանց, ովքեր անցել են գերմանական գերության միջով կամ ծառայել դաշնակիցների բանակներում։ Հայրիկս 1941 թվականից մինչև 45 թվականը եղել է պատերազմում։ Փախի ժամանակ
Գերիանգել գերմանական լեգիոնում ա եղել։ Դավաճան են ճանաչել, հայրիկիս հետո արդարացրել են։ Անգլիական բանակի աֆիցեր ա եղել։ Գալիս են որպես դավաճան պապայից ստանում են KGB։ Ուրեմն այդ 6 ամսվա ընթացքում պապայից ամբողջ երակները քրքրված ա լինում, այդ բաներ են մտցրել, որ քաշեն երակները։ Ու աքսորում են Սիբիր, ուղարկում են Ալտայսկի կրայ, 57 թվին պապաս վերադառնում է Սիբիրից, սրտային հիվանդ։ 58 թվի մարտի 12-ին ինֆարկտով մահանում է։ Մեկ այլ ողբերգություն դարձավ հայրենադարձների ճակատագիրը, ովքեր պատերազմից հետո եկան Հայաստան հայրենիք գտնելու հույսով։ Ընտանիքով եկել ենք Հայաստան, շատ իհարկե դժվարություններ քաշելուց հետո ակսել են Սիբիր, 7 տարի ապրել ենք Սիբիրում, եղել ենք փոքր երեխաներ մենք իհարկե, սով անտառի մեջ տարել ենք գցել են սարայ, կանյուշնյա, բայց մենք ողջ մնացինք ընտանիքով, կային, որ մահացել են ընտանիքով։ Ընդհանուր առմամբ խորհրդային տարիներին Հայաստանում քաղաքական բռնաճնշումների է ենթարկվել շուրջ 42,000 մարդ, որոնցից ավելի քան 7,000-ը գնդակահարվել են։ Ցավոք սրտի մեզ թվում է, թե այդ վատ դեպքերը, որոնք մեր տեղի են ունեցել եւ ցեղասպանությունը եւ այս քաղաքական բռնաճնշումները, դա միայն անցյալի երևույթներ են։ Ցավոք սրտի այդպես չի։ Այն ինչ որ տեղ ունեցավ Արցախում, շատ պարզ ապացույցն է նրան, որ շատ բաներ, որ մեզ թվում է աներևակայելի, անպատկերացնելի կարող է տեղ ունենալ։ Նույնը նաեւ բռնությունների, բռնաճնշումների առումով։ Եթե դու չես հիշում այդ բռնաճնշումները, եթե չես հիշում, եթե չես դարձնում քո հավաքական հիշողության մի մաս, եթե դրանց դեմ պայքարը չես դարձնում քո օրակարգային հարց եւ կարեւոր հարց, դրանք կարող են վերադառնալ այլ ձևով, այլ դեմքերով, այլ մեթոդներով, բայց կարող են վերադառնալ։ Միջոցառման կազմակերպիչները համոզված են, որ այս հիշողության պահպանումը չպետք է մնա միայն հասարակական նախաձեռնությունների մակարդակում։ Պետության պարտավորությունն է բացել արխիվներն ու ապահովել պատմական արդարության վերականգնումը պետական մակարդակով։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում։ Հունիսի 15-ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը մասնակցել է Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման։ Եվրամիության ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն ասել է, որ Եվրամիությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանին եւ կօգնի հեշտացնել առևտուրը հարևանների եւ Եվրոպայի հետ։ Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Երևան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։